Այսօր ասեցի, որ ոնց որ վատատեսական եմ տրամադրված, այդ վատատեսական սցենարի համաձայն հաջորդ հարցակումը, հաջորդ թիրախը ինքը ընտրելու է լրատվամիջոցներին։ Սա առնվազն տեսանելի է, որովհետև ազատ խոսքի միակ խողովակը օդը մնացել են լրատվամիջոցները, որոնք դեռ իր ամբողջական ենթակայության տակ չեն եւ շատ բաներ, որ նույնիսկ ընդդիմադիր քաղաքական ուժերին հասու չէ, այս տարվա ընթացքում իմ խորին շնորհակալությունն ու հարգանքը մեր լրագրողական հանրությանը, ովքեր այդ առաջի գիծը պահում էին եւ սրանց արած շատ ու շատ այլանդակություններ, հա, հանցագործություններ ջրի երես էին ելնում միայն լրատվամիջոցների իսկապես այդ նվիրական աշխատանքի պատճառով այդ հարվածը ինքը հասցնելու։ Ես մեջ բերեմ մեր գործընկեր Արամ Աբրահամյանի խոսքը, շաբաթվա մեջ մեզ հարցազրույց է տվել եւ այդ հարցին, որ հիմա ասում են, որ լրատվամիջոցների նկատմամբ ռեպրեսիաներ են սկսվելու, ասում է ինձ պատիվ կբերի Նիկոլական Հայաստանում բանտում նստելը։ Գիտեք ինչ անկեղծ եմ ասում։ Ընդամենը տես, այստեղ գալուց առաջ տեսա, որ այս տարվա միակ էլի լուսավոր կետն այն էր, որ գոնե կին քաղբանտարկյալ չունենք, Լիդիա Մանթաշյանն է դրսում, տեսա ջերմորեն ողջագուրվեցի, իմ աջակցությունն է, իմ խորին ակնածանքը հայտնեցի եւ այդ տեսանկյունից երբ որ մտքերով փոխանակվում ենք, մեզ բռնեցինք այն հարցի մեջ, որ բանտարկվածները մեզնից ավելի հանգիստ են, ավելի ազատ են։ Նրանց վիճակը իհարկե շուտապույտ ազատում եմ կամենում, բայց մենք ազատության մեջ գտնվողները շատ ավելի վատ վիճակում ենք եւ հոգեպես, եւ ֆիզիկապես, եւ բարոյապես, քան օրինակ բանտարկված։ Այո, պատիվ է, ես համաձայն եմ այդ մոտեցման հետ եւ ինչն եմ ես գնալով հազարավոր մարդկանց եմ նկատում, ով պատրաստ են, այո, բանտարկության։ Հետևաբար, ինչքան մենք շատ ավելի անզիջում լինենք, շատ ավելի անհանդուրժող լինենք այս ասպատակությունների, անվախ լինենք, խիզախ լինենք, այնքան այն մյուս կողմը զիջող է լինելու, հետ է քաշվելու, որովհետև նրանք կուտակել են հարստություն, այդ հարստությունը վերցնելու են ու ռադները քաշեն մեր երկրից ու թողնեն, որ մենք կարողանանք մեր երազած հայրենիքը կառուցենք։